Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այս տարի որոշ դասաժամեր կանցկացվեն բաց երկնքի տակ։ 3 հարկանի շենքում 601 աշակերտ կա։ Բոլոր սենյակները, անգամ կաթսայատունը դասասենյակ են դարձրել, հերթն ուսուցչանոցինն է։ 3 դասարան պիտի բացեմ, այսինքն ուսուցչանոցն էլ կարա հանգիստ վերցնենք, սարքենք դասարան, կմնանք միջանցներում, այսպես ասած։ Արիք լինի, ծառի տակ էլ պիտի անենք, դասերը պիտի անենք։ Երեխեքը պիտի չտուժեն։ Կրթօջախը գործում է 27 տարի, աշակերտները քաղաքի ձախափից են գալիս, տարածքին ամենամոտն այս դպրոցն է։ Ուսուցիչների խոսքով մի կերպ պայմաններ են ստեղծել 74 առաջին դասարանցիների համար։ Բարձր դասարանների աշակերտները ինֆորմատիկա կանցնեն առանց համակարգիչների, տեխնիկան կտեղափոխվի պահեստ եւ այդ սենյակը եւս կդառնա դասարան։ Դպրոցի աշխատակազմը մտահոգ է, այսպես շարունակվելու դեպքում այլևս չեն կարող աշակերտ ընդունել։ Ամեն տարի նախապատրաստել ենք գեղեցիկ միջոցառումներ, բակում ընդունել ենք, շատ ջերմ մթնոլորտում ծնողների հետ միասին, ամբողջ տարածքի բնակչությունը մասնակից է եղել, բայց քանի որ պայմանները այդքան էլ բավարար չի եղել, մի քիչ ոնց որ թե թերի է անցկացվել սեպտեմբերի 1-ը, իսկ այս տարի ընդհանրապես չենք պատկերացնում ոնց կարող ենք ընդունել այդքան երեխաների։ Բակում գտնվող այս կիսաքանդ շենքում նախկինում փախստականներ են ապրել։ 1997-ին շենքն ազատվել է։ Ուսուցչական անձնակազմը 2002-ին դիմել է կրթության եւ գիտության նախարարություն։ Պատասխանել են, որ շենքի հիմնանորոգումը 2007-ի պլանային ծրագրում է։ 2007-ին էլ ասել են, որ պետք է սպասել մինչև հերթը հասնի իրենց։ Հիմա այն պահեստ է դարձել դպրոցի համար։ Համակարգչային սենյակը ունեինք կաթսայատուն, որտեղ տեղադրված են կաթսաները, փակել ենք, դասասենյակ ենք պատրաստել, որը կարծում եմ բոլորին հասկանալի է, երևի չի թույլատրվում, բայց ստիպված ենք արել դա։ Աշտարակում 7 դպրոց կա, ուսուցիչները պնդում են, որ մնացած 6-ը բազմիցս վերանորոգվել են, որոշ դպրոցներ նաև 2 անգամ, բայց հերթն այդպես էլ իրենց չի հասել։ Նախքին ֆիզկուլ գալիս ու Այն չեն քանդել։ Վթարային լինելու պատճառով։ Սա շախմատի դասարան է, բայց պահեստ ենք սարքել ուղղակի։ Այստեղ ոնց տեսնում եք անխիթար իրավիճակ կա ու վերանորոգման, վերակառուցման լուրջ խնդիրներ կան։ Այստեղ դասասենյակներ բացվի, այն աշակերտները, որ այնտեղ չեն կարողանում դասում, տեղ չունեն, կան այստեղ, սկսեն այստեղ դասապրոցեսը կազմակերպել։ Եթե կիսաքանդ շենքը հիմնանորոգվի, 12 դասարան կբացվի։ Տաք եղանակին ֆիզկուլտուրայի դասերը դրսում են անցնում, ձմռանը դասարաններում։ Ստացվում է, որ այս դպրոցում ֆիզկուլտուրան, ինֆորմատիկան երեխաները սովորում են միայն դասագրքերով։ Քիմիայի եւ ֆիզիկայի մասին խոսելն ավելորդ է։ Երբ որ ձմեռ է գալիս, մենք մարզադահլիճ չունենալու պատճառով ստիպված խանգարվում է մեր ֆիզկուլտի դասապրոցեսը։ Մենք միշտ քիչ համակարգիչների պատճառով կիսովի ենք արել դասերը, կիսվել ենք, ոչ բոլորն են կարողացել օգտվել համակարգիչներից։ Յուրաքանչյուր դպրոցում գրավոր աշխատանքներն առնվազն 3 տարի մնում են արխիվում։ Արխիվն այստեղ այս արկղերն ու պարկերն են, որոնք եւս տարածք չլինելու պատճառով երկար չեն մնում այստեղ։ Այս արկղները անցած ուսումնական, նախորդ ուսումնական տարվա ուրեմն նյութերն են, որը ես տարվա վերջում ամեն ինչ հավաքագրում եմ, ըստ պահանջի ընդունում եմ ուսուցիչներից եւ արխիվացնում եմ։ Հիմա այս պահի դրությամբ մենք տեղ չունենք, որ սրանք տեղավորենք, հիմա պետք է մտածենք, որտեղ տանենք, որտեղ արխիվացնենք։ Շենքային պայմաններն էլ մեղմ ասած անբարեկարգ են։ Հիմնական պատերի եւ աստիճանների ճեղքերից շենքում փլուզման վտանգ կա։ Որոշ դասասենյակների ճեղքերը փակել են սեփական միջոցներով, բայց դա եւս հարցի լուծում չէ։ Զուրկ ենք բոլոր այդ հիգիենիկ պայմաններից եւ երեխաների ամենօրվա դպրոց հաճախելու այդ process-ում մենք անընդհատ հետևում ենք, որ գոնե երեխան մի քիչ մաքուր պայմաններում, մի քիչ նորմալ պայմաններում իրեն այստեղ զգա աշակերտի նման, բայց դուք ինքներդ շրջեք, նայեք, թե որքանով կարող ենք մենք ապահովել այդ աշխատանքը։ Մենք խնդրում եւ պահանջում ենք, որ եւ վթարային մասնաշենքը եւ այս մասնաշենքը, որը վթարային չի համարվում, բայց իրականում վթարային է, հիմնանորոգել։ Օրեր առաջ բաց նամակ են ուղղել կրթության եւ գիտության նախարարին։ Արձագանք դեռ չկա։ Անի Օհանյան, Նարեկ Եղիազարյան, Կարեն Թադևոսյան, այսօր։